Շատ լավ ամպեր։ Ամպեր առաջինին մենք մոտենում ենք արդեն, դուք տեսնում եք մեզ։ Ամպերի կամպի մեջ տեսնում ենք, ձեզ առաջին դիմավորում ենք։ Հաղորդ եք ամպեր։ Առաջին կներեք առավես հաստապսայիլուք Սեր Սարգսյանի առանձնատուննա, նայելով չամսերն ու Պարիսպի մոցվան հատկապրաս գաղթը լինի։ Ամպեր հաճախականությունը մի զբաղացրեք։ Ընդունեցի։ Ուշադրություն ցանկապատը լարման տակ է։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջույն Արամ, մենք այս պահին գտնվում ենք Ջրվեժ թաղամասում եւ Արամ, խնդրեմ մեր հեռուստադիտողներին ներկայացնես, որտեղ ենք մենք հիմա գտնվում եւ ինչի համար ենք եկել։ Ողջույն Արտուր եւ սիրելի հայրենակիցներ, մենք հենց այս պահին գտնվում ենք Արցախից մազապուրց եղած Սերժիկ Սարգսյանի դղյակի հարևանությամբ, պահատոնից նայում է այդ բենզինիստը, կարաք նկարեք, հենա։ Ուրեմն Արտուր, մենք նկարանեցինք մեր հայրենակիցին, որպեսզի ցույց տանք, թե ով է այս կիստուկը,
Խնդրեմ, հոսանքա քաշե պատերին, այս մենակ այս հոսանքի փողը մի 150 տանկ կառնեին իա Ղարաբաղի համար։ Ուրեմն Արտուր, տեսեք, երբ որ մենք սրանց գնահատական ենք տալի, ասում ենք, որ Ղարաբաղից այն Քոչյանը տեսել եք Բելայի հետ, եղնիկների մոտ Սադախ լույս առաջ ցվիտերով էր եկել, այս ինձ չի որ մի կոշիկի թայը ուրիշ էր, մեկը ուրիշ էր։ Մոռացել է։ Ու հիմա տեսեք թե ինչերի տերա դառ է Արտուր։ Արա մեր տեսախցիկները ֆիքսել են, որ հենց այս շինության կողքին գտնվում է նորակառույց մանկապարտեզ, որ այս իշխանությունները այս ճակերտավոր ասված չաշխատող իշխանությունները կառուցել են ջրվեժի բնակիչների համար։ Ես առաջարկում եմ մի փոքր քայլենք, որպեսզի մեր հեռուստադիտողներին ցույց տանք նաև պատի բարձրությունը, ինչ բարձր է այստեղ։ Կարծես թե մենք ինչ որ մի ամերիկյան ֆիլմերից որևիցե մեկի Քենդու տունն է։ Ինչ որ խնդրեմ այս գաղութի մոտ տեսախցիկները այստեղ խնդրում եմ ցույց տուր գացա որ պատը բարձր լարում ինչ որ լարում գոյություն ունի Սերժիկս վախենում է։ Այո, ամբողջությամբ կարող է Սաշիկին ստես պահե արա։ Հիմա համբալ։ Պատկերացնեք սիրելի հայրենակիցներ, բարձրությունը պատի, ինչքան բարձր է այստեղ արված, նախնական կայքերից մեկը նշել էր, որ գնահատվում է մինիմում $5 միլիոն։ Հողն է մենակ 5 միլիոն, $5 միլիոն հաստատ ավելի թանկ արժի այս շինությունը։ Ուրեմն այս վիճվածքները Արտուր իրանց փոքր խունտայով, էսի իր փեսեն, Քոչյանը իր բջերի հետ, հիմա տեսեք թե երկրի ինչ օրն են գցե։ Խնդրեմ, սրանք այն արտճանի անիկնասեր չմո են Արտուր, որ նայ ոնց է պահկվե։ Բայց դու ժողովրդից տենց ժողովրդավար ես, ժողովուրդը քեզ սիրում է, գնահատում է, այդքան հերոս ես։ Հերոսը սենց է իր երկրում ապրում Արտուր։ Այաթոլլային տեսանք, չէ՞։ Անկամ այս հայլիներն է արամ դրված, որ նախագահականի դիմացը ինչպես էր, հայլիները դրված իրան ամբողջությամբ նախագահական տես նստավայրում։ Ուրեմն Արտուր, տեսեք, գնացեք, բացեք, այս վերջերս այդ Իրանի այդ դեպքերը տեսանք, այդ Այաթոլլային, որ խփեցին իր տան մեջ։ Այաթոլլայի տունը երևի 2-3 սենյականոց տուն էր։ Ժողովրդից նայեք ոնց են պահկվում սրանք։ Եվ ինչ գումարներով կարող է։ Ամենակարևորը Ֆլեշի Բարսեղի նման 100 ճուտ ունի։ Արադ բանկը ասենք, որը ասենք Արտուր, ոնց ինչ գումարներով։ Բայց իր անունով բան չունի, բոմժա։ Նկարանող խումբը իմիջիայլոց դրոնը վերևում հիմա նկարանումներ իրականացնում է, այդտեղից կադրերը ավելի էպիկ են, ավելի։ Եվ ես նշեմ Արտուր, որ տեսեք, սրա վիճակը նայեք, աղբերը փախած։ Երկու աղբեր, մի աղբերն Ալկաշը Լիբանանա փախե, Սաշիկը փախել է Իսպանիա, Փեսեն Իտալիա փախե, սա ով ընդհանրապես։ Իդեպ մեր հերոստատողներին տեղեկացնենք, որ Սաշիկ Սարգսյանի գործով արդեն կալանավորման միջնորդություն կար, այո, դատան հաստատել է եւ ինչ ես կարծում Արամ, եվրոպական Իսպանիայից կհանձնեն Հայաստանին Սաշիկ Սարգսյանին։ Ես կարծում եմ Արտուր, որ եթե չհանձնեն, մենք պետք է ապագայում խումբ ձևավորենք, որովհետեւ մի քանի թռածների հետ կապված հասցե մենք արդեն ունենք, մի հատ երևույթ կա, Ֆրանկֆուրտում արդեն մեզ 3 զանգարեցին, որ բնակարանա գնե, հասցեն մեզ ասել են իր ընտանիքի հետ կապված, այս նախկին թափթփուկների, կոռուպցիոներների, ուրեմն Արտուր, սրա բջերի հետ կապված մենք պետք է ապագայում ներկայացնենք, որ նաև ձևավորենք խումբ Մոսկվայում թռած եւս ապաստանած ֆունկցիաներ։ Խնդրեմ, սա փեսենա։ Սա փեսենա 01001, հենց նոր անցավ։ Սա Հայկ Խաչատյան Կոչեցյալն է, այն մի փեսենա։ Չնայած սա տնից մենակ էսի է որ փախած չի, նորմալ ապրել է, երևի այտենց զանգեց փեսեն որ գա որ փրկի։ Արա փեսուտ Միշիկին զանգի թող գա։ Աղջիկը տրուսիկի ռեզինի մեջ է մտել։ Դե Միքայել Մինասյանը հիմա որոշ քաղաքական ուժերի հետ Հայաստանն էր փրկում։ Արտուր, տեսեք, մենք պետք է ապագայում ձևավորենք խմբեր եւ որտեղ որ սրանք փախել են, Մոսկվա կլինի, Իսպանիա կլինի, Իտալիա կլինի, գնանք, գցենք կարտոշկի մեջ ուկը բերենք հանձնենք արդար դատությանը, որովհետեւ հարցը չի առաջանում։ Որտեղից է այս սարքը։ Օրինակ նաև հարց է առաջանում, ասենք, այստեղ հարևանությամբ գործող մանկապարտեզում, երբ երեխաները արդեն սկսում են, չէ, հետաքրքրությունից դրդված հարցեր տալ, ասենք ծնողներին, մամա, պապա, սա տունն է, ծնողները ինչ պիտի Խերոսի երրորդ նախագահի տունը, ինչպես ունեցավ երրորդ նախագահն, ասենք, այդ հարստությունը։ Թեքեմ իրանց էսին Արտուր, սրանք ասում եմ ձեզ, մարդ 30 տարի իշխանության լինի, իրան հերոս համարի ու սենց պատշարի իր երկրի մեջ։ Պետք է հասնենք այն կարգավիճակին, որ սա պետականացվի եւ վերադարձվի պետությանը։ Մի հատ էլ հոսանքա քաշե։
Մանկապարտեզի հարևանությամբ բերելա պատաշարը ու հոսանքա քաշի։ Հիմա երեխա գա հանգած կպնի տոկը խփի չորանա տեղում։ Սրանք թքածում են, որովհետև Արտուր սրանք հայ ժողովրդի թքածում են։ Իր թորների բուգը կուշ դլնի, փեստու բուգը կուշ դլնի։ Իդեպ հիմա ամպեր մեկը ականջակալով ինձ հայտնում է արան, որ ասում է մոտիկ շատ չեն կարողանում գնանք, որովհետև դրոնը համակարգա դրած, իհարկե որոշ չափով նկարանումներ բարկոնից նայում է թռածը։ Խնդրեմ Արտուր, որտեղ որ գրանցված է Սերժ Սարգսյանը, այդ տունը փոշու կեղտի մեջ է, այդ տարածքը այնտեղ չի, ինքը ստեղ ապրում, մենակով ստեղ։ Ինչ ասեմ Արտուր, ասելիք չունեմ, թող մեր ժողովուրդը նայի, տենա թե սրանքով են։ Սրանք ուզում են հետ գան մի բանի համար Արտուր, որ կոտորածը շարունակ են, կհիշեք են Վովայի արշակ, Վովա, բան են, այնպես երևույթներ կային, թափթփուկները։ Սերժի Վաչո, այո, Սերժի Վաչո, մորֆինիստ Մեհերիկի հերը։ Ասում են այդ փողերը որտեղից, ասում են իպահ են տվել։ Իպահ, ես իրան ուրիշ Վաչոին ուրիշ բան եմ իպահ տալու, տղու այդ պահի խաղաձելիկում իրանց տան մեջ։ Ուրեմն սրանց ես ինչ ասեմ, Արտուր, սրանք փալաս են տրյապկային։ Արա որպես Հայաստանապետության քաղաքացի։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ մեծ խոսում են, բանա, վաղը պատասխան է ստալու։ Մենակս հենց եկնեմ իր տանդեմը կանցեմ, ասեմ հերի դուս արա։ Փեսեն նոր անցավ։ Այո։ Ես ցավ եմ ապրում 24 տարուց ավել է հեռուստատեսությունում եմ աշխատում եւ ցավ եմ ապրում որ կան դեռ մարդիկ ովքեր պաշտպանում են տենց իրանց համար թե Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը ասենք նախագահներ են համարվում լսում ես Բելա Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանի ասենք խոսույթները ասենք ասածները հասկանում ես որ ինչ-որ հոգեկան խանգարումներ ունեն այդ մարդիկ Արտուր ես ձեզ ասեմ հերոս Արցախի հերոս Ջաբրայիլ ազդագրողը չգիտեմ Շուշի չգիտեմ ինչը Էս չի, այսի դամուս թասիբ ունեներ, հիմա կելներ կասեր ինչ խնդիր կա, եկեք դրանք ինչա պատահի։ Սրանց ես ինչ ասեմ Արտուր։ Ամոթել է նման մարդկանց պաշտպանել անգամ։ Միանշանակ։ Շամպես պահկված պետք է ապրեն։ Ես սրանց ասում եմ, մենք եթե դուք տես տաղա եք, հելեք փողոց, հելեք քարոզարշավ արեք, ընկեք քուչեքը մի հատ Քոչարյանի հետ միասին։ Սրանք մեր օդը չեն շնչելու Արտուր։ Մենք հաստատում ենք նրան, որ սրանք մեր օդը էս Սուրբ երկրում իրավունք չունեն շնչելու։ Թողնեն սիկտիրնեն իրենց Ստեփանակերտը, Ղարաբաղը ինչ քաղաք ուզում են ուտեն։ Շամպես փախան, ու նայում ես շամպես փախնում է։ Մենակ թողես մեծ խոսան։ Բարի դուք դες տղայք հելիք դուս։ Ձեր տան դեմը կանյաց ենք։ Դե իրանք Արցախնել են հետ բերող, եթե լսես իրանց խոսությունին այդ հակակոռուպցիոն դատարանի դիմացը, որ կանգնում են, սկսում են ելույթ ունենալ այդ իրանց լրագրողների դիմաց։ Արտուր 25 հատ եզակ Իրանի համար են կռվելու 25 հատ եզակ չէ հետևից զինված մենք ոչ զինված ենք ոչ ինչ որ չգիտեմ որ վախենան դուզ գան կամ տաղայք հելեք դուս արա հելեք խոսանք Քարորիա պատերազմի ժամանակ ես շատ թողա գնանք քարոզարշավ Սերժ Սարգսյանը բողոքում էր որ T90 տանկը որը մեր տանկիստները հաղթել են Ռուսաստան չտվեց ասում էր որ այդ տանկը ունենայինք մեծ հաղթանակ այստեղ քանյա T90 տանկ կա արամ էս նորից եմ նշում ես Քանյա հակաօթային հələ մեջը չենք տեսել, հələ մեջը ինչեր ունի սա։ Անտեր շամպես որփի եթիմի պես վերընկած պահկված ումա պետք է sense ապրելը։ Այ թող տենան այդ մանկապարտեզում սորած երեխեքը թող մեր հաղորդումը նայեն ու տենան ոնց պետք է մարդ չաբրի, որ այսօրը չեն գնի, որ 40 մետրանոց հոսանքով պատերով չպահկվի իր ժողովրդից։ Որտեվ ասում եմ, սրանք առանց ախրանայի դուզ գան փողոց, իրանց վերջի օրը էդի կլինի։ Դե դրա համար էլ իրանք շատ ծանր են տանում, երբ Նիկոլ Փաշինյանը եւ ինչու՞ չէ իշխանությունը ազատ առանց տենց շրջապատման ժողովրդի հետ շփվելով մարզ շրջում են եւ շփվում։ Հիմա ես ժողովուրդ եմ եկել եմ պերաշկի են ուտում, բայց մարդկանց հետ են, չէ՞ պերաշկին ուտում, ասենք լավաշ են գնում, ասենք չգիտեմ, տարես վաճառողից, իրանք ումից են գնում։ Թողա հիմա իրան փեսուն մի երկու հատ պերաշկի առնեմ։ Թող հերնի շփի ժողովրդի հետ։ Շամպես պահկված սրանքով են, սրանց ինչ ասենք Արտուր, ու իրանք նախագահ են կոչվում։ Մեկ են Քոչարյան Ռոբերտ են, երեք ասեցինք, չէ՞ դե ով է։ Որ հարսի, չգիտես որտեղն է մտել։ Սրանք էդ են Արտուր։ Եվ մեր նախորդ անոնսում տեղադրել էինք այդ իր ոդքասթից մեկ հատված, որ ասում է այս իշխանությունները ասում նավսեց անձև Արտուր այնքան արև պարզ եղանակ էր գալիս ենք, այնքան նավսեց անձև սկսվեց։ Արտուր թող մեր ժողովուրդը տեսնի նորից եմ նշում, ստեղ հարևանության մանկապարտեզ կա, նոր է կառուցվել, թող այդ երեխաները նայեն ու հասկանան, թե ոնց պիտի ապրեն, որ այսօրը չեն գնային։ Ուր պետք է գնա հարկերը վճարվող եւ ուր է գնացել ժամանակին։
խնդրեմ։ Միանշանակ։ Դրա համար հենց այնպես չի, որ երկրի ղեկավարությունը կոչ է անում ժամանակին վճարել հարկերը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ այդ քանդված ավերված դպրոցներն ու մանկապարտեզները վերջապես կառուցվեն։ Արցախի հերոսներն են Հայաստանում, Երևանում այսպես պահ կբնեն Արցախի հերոսները։ Այստեղից բավականին հեշտ է կռվելը, թե Իրանի համար, թե ասենք Արցախի համար։ Հեսու այդ երևի խրամատավորվել է անդեպ, բեսա բան կանի։ Այն երկու հոգի կային, որ կալանքի տակ են, հիմա կարան նկարեն, պարոն նախագահ, ստեղին հրթիռներ ունեք, ստեղից հրթիռակոծեք, բան փրկեք։ Սրա գեներալներին տեսանք, չէ՞, Բարիկ Միրյան Պողոսյան, այն մի հատ մեկը կային Մոսկվա թռածը, որ ման են գալի, որ ստե գցենք Զիբիլյանոցը դրան։ Փախշանպես փախեմ, մեծ խոսում են։ Արա եկեք ձեր հայնիքում ձեր հողում ջրում եկեք հենց կայնեք մեր դեմը։ Հելնեմ դեմերը քաքեն տակները իրենց գեներալներով հանդերձ։ Դե հիմա այնա եկել են կանգնած են։ Ինքը մորֆինիստ Գասպարյան Վովան 60 տարով էր եկել։ Ինստիտուտը խփելա կալասկի մեջ է, տան մեջ չի կարում։ Իսկի զուգանան չի կարում գնա։ Պապերսով է մանգալի Վովա Գասպարյանը։ Արա մամպեր մեկը հայտնում է, որ այնտեղ ախրանիկներից մեկը ինչ որ ստրես է տանում, վազում է, այն մի ծերից մյուս ծերը խնդրում հեսա, խնդրեք կադրով ցույց տան։ Չի բուրին։ Այս Արտուր։ Իրոք ես անկեղծ եմ ասում, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, ներողություն եմ խնդրում, ուղղակի այս ծիծաղը նաև այս սարկազմը դա նյարդայնանալուց է գալիս, որովհետև երբ ապրում ես, ասենք լինելով 1986 թվականի ծնունդ ես, ասենք եւ ինչեր է տեսել հայ ժողովուրդը, ես էլ որպես հայ ժողովրդի մասնիկը լինելով տեսնում ենք այս պատերը, որ պաշտպանում են թե բա հզոր նախագահան։ Դե հզորությունը դա պատերի մեջ չի։ Մարդ որ մահանում է 4 հատ տախտակ է հետը տանում, ավել բան չի կարա տանի։ Երևի ինքը ցենց մեծ է բռնցե, որ Շուշան Պետրոսյանին բանին հետը գցեն մեծ տեղ լինի էլի այդ դամբարաններ լինի, բերեն տես ցուցադրությունը։ Դե ինչ արամ, առաջարկում եմ, քանի որ եղանակն էլ արդեն վատ է, թեթև ձյուն է տեղում, առաջարկում եմ տեղափոխվենք տաղավար եւ այնտեղ շարունակենք մեր նկարանները։ Դե սիրելի հայրենակիցներ, մենք տեղափոխվենք տաղավար, իսկ դուք բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթություններ ստանաք առաջինը։ Եղավ շնորհակալություն բոլորին։ Կապի ավարտ։ Դե սիրելի հայրենակիցներ, մենք վերադարձանք տաղավար, Արամ ուզում եմ մի փոքր կիսվես տպավորություններով, ինչպիսի տպավորություններ ունես քո տեսածից, մենք նաև գալուց դիտեցինք դրոնով արված կադրերը, արդեն ամեն ինչպես պարզ է, եւ մեր հետևորդներն էլ քիչ անց հետևություններ կան եւ մեկնաբանությունում կիսվեն իրենց տպավորություններով եւ ուզում եմ լսել քո տպավորությունները։ Շնորհակալ եմ Արտուր, մենք վերադարձանք Սերժիկ Նարիմանովի դղյակը նկարահանեցինք եւ ես նշեմ սիրելի հայրենակիցներ, որ մենք այնտեղ գտնվել ենք մի քանի հոգով, որովհետեւ մենք տղերքին ասացինք, որ պետք չի գաք, որովհետեւ կարող է հանկարծամահ լինի Սերժիկ Սարգսյանը վախուց, որովհետեւ այդ հոսանքով պատերը, չգիտեմ, պահկված, երևի բունկեր էլ ունի այդ տան իր դղյակի ներքևում,
Կհիշեք այս երևույթը ժամանակին, որ Արա Աբրահամյանի հետ հյուսային Կորեա, թե հարավային Կորեա գնացել էր, գրեցին մամուլում, որ շուտ երիտասարդացման ցողուն էին սրան մեջը դրեին չարը, որ երիտասարդանալ։ Այսինքն սա Արտուր տեսեք, սա այն աստիճանի դիշովկա չասեմ, այդ հայերեն, չնայած դիշովկի հայերեն բառը չեմ կարող հիշեմ, սրանք իրանց ցեղով հանդերձ Արտուր ինչով են զբաղված եղել, իրանց հոր հետ Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղից սոված շամպես եկել են Հայաստանի Հանրապետություն ու սկսել են թալանել։ Հիմա ինչ են անում, իրանց թալանը պահելու համար այդպես պահկված են ման գալի, ինչ-որ կուսակցություններ են հովանավորում, հիմնադրում, ինչ-որ նժդեից են խոսում, նժդեից խոսացողը այդպես նժդեն այդպես պահկված, ապրե արա, ոնց որ դուք։ Սրանց ինչ ասես Արտուր, մենք գնացինք ժողովուրդը տեսավ ու բոլորին ենք ներկայացնելու, ապագայում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մենք նաև ներկայացնում ենք Սերժիկ Սարգսյանի բիզնես գործունեությունը, ֆլեշի բարսեղ իր բլոտի ինգեոյի հետ միասին, թե ինչերով են զբաղված Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Այսինքն սրանք Արտուր մենք ֆիքսենք, որ այս մոլախոտը ինչով է զբաղված։ Թալանել է, հիմա իրանց թալանը պահելու համար Քոչարյան Ռոբերտի հետ քաղաքականությունից դուրս չեն գալի, որ մի հատ մատերը փուշ մտնի, գորան իրանց ճղեն, ասեն քաղաքական հետապնդում է։ Սրանք պետքա վաղուց նստած լինեին Բերդում։ Պետք է այնտեղ էլ հայտնվեն։ Մենք տեսանք նաև իրային փեսուն, որ այդ պայն անցավ ու մեզ տեղալուն պես այդ գլխավոր մուտքից այն հետևի չորնի խոդով գնաց մտնի տուն։ Եվ Սերժիկը զանգել էր, ասել էր արի փրկի ինձ, վիճակս լավ չի։ Այսինքն Արտուր, ես մեր ժողովրդի աշկերտն եմ բացում, որ մեր ժողովրդի իմանա սրանք ով են։ Սրանք 30 տարի ինչով են զբաղված եղել։ Սերժի Վաչո, Վովայի Արշակ, Վովա, այսինքն այս մոլախոտերին sense հավաքել է իր կողքը դուխ ա տվե, զվանի ա տվե, փող ա տվե ու լարել է ժողովրդի վրա։ Բայց սրանց մենք ապացուցում ենք, որ սրանք չուլ են ուղակի։ Սրանց տան մեջ էքն է որոշում։ Այսինքն սրանց մենք էլ ինչ ասենք Արտուր, իրանց պապական շիրիմը թողե, հորական գեզմաները թողե Ղարաբաղից փախել են։ Գնացեք ապիկություն անում, նկարվում էին պատերազմի ժամանակ։ Հիմա էլ եկես թե բանը մտածում են ինչ անեն, ոնց է ժողովրդին խաբեն, թազա հետ գան, որ իրանց կոտորածը շարունակեն, ոնց որ 30 տարի։ Սրանք կոտորել են ուղակի հայ ժողովրդին Արտուր, քաղաքական տեսանկյունից։ Սարքել են բոմժ։ Ով իրանց հետ համաձայն չի եղել, գլխին սարքել են, մի մասը թողը Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել է։ Դա ամեն ինչը պարզ է, չէ՞։ Մենք օրերս տեսանք, չէ՞, հայտնի երևույթի հետ կապված։ Այն որ ժամանակին լրագրողին ասում էր, կարող է Գալիվուդսկի աստղ եմ, ինձ նկարում եք, Սաշիկը հենց։ Այո։ Սաշիկ դու Գալիվուդսկի աստղ չես, դու ուրիշ այն 18+ հասկացար ինչի մեջի աստղ ես։ Պորնիկ։ Հələ փախել է Իսպանիա հերոսներն են։ Բա հələ արի քո երկիր արա։ Քեզ փախե կամ սրա քաղաքական գործունեությունը նայում ես Սերժիկի Արտուր։ Մի աղբերը ասացի Բեյրութ է փախե, այն ալկաշը մտել է շիշը։ Մի աղբերը Իսպանիա է փախե։ Փեսեն вообще աղջիկա չեմ ասում որտեն է մտած մանգալի բրիլոկը այդ պրոշները լցած Իտալիայում։ Սրա տան մեջ երևի շուն կատու դրանք չեն փախե մենակ։ Ու Շուշան Պետրոսյանը երգում է Արցախ, մեր հերոսները Գետաշեն, Մարտունաշեն, Արծվաշեն։ Դուք ձեր երկրում 30 տարի իշխանության եք եղել, այդ թափթփուկներ։ 5 մետրանոց պատեր եք շարել ու տոկ եք քաշել, որ պահկված ապրեք։ Սրանց տեղը Սովետաշինի Զիբիլյանոցն է, պատմության աղբանոցը, որտեղ որ իրանք հունիսի 7-ին հայտնվելու են Արտուր։ Եվ սիրելի հայրենակիցներ, օրերը արդեն տաքանում են եւ շուտով մենք մեր անօթաչով թռչող սարքով ել ավելի շատ առանձնատներ ենք ներկայացնելու սեփականություններ եւ վստահեցնում ենք ձեզ, որ պետք է պետականացվի եւ վերադարձվի մեր հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությանը, քանի որ ոչ օրինական ձևով է ձեռք բերված այդ գույքերը եւ դա թալանի արդյունքն է։ Եվ արամ ուզում եմ խոսել նաեւ Ռոբերտ Քոչարյանի այդ ոդքասթից մի փոքր հատված եմ ուզում անդրադառնամ։ Ռոբերտ Քոչարյանը այդտեղ հատված կա, ասում է մենք
փողոցային պայքարով, այտենց մի հանրահավաքների ժամանակ մաշացրեցինք Նիկոլ Փաշինյանին, մի փոքր էլ իրենք մաշեցին, որպեսզի իրենք այտենց բացեն նոր ընդդիմության համար այտենց տեղ են բացել, իրանք մեծ աշխատանք են կատարել։ Արտուր նշեմ, որ 2021 թվականին խորհրդարանական ընտրություններից հետո արտահերթ Ռոբերտ Քոչարյանը եթե նամուս թասիբ ունենար, պետք է ընդհանրապես տնից դուրս չգար, բայց քանի որ նա նամուս թասիբ այդ հասկացողությունը սրանց համար խորթ է, Արտուր ինքը ինչ է արել 5 տարի ազգային ժողովում, ուղղակի ծեծ են կերել, որտեղ իրանք էդ են։ Մոռացել են իր թայինին, Վահե Հակոբյանին, բոքսինգ ցինգերին փախավ ազգային ժողովից, հիմա էլ հետախուզման մեջ է։ Իր այդ դաշիկն էլ չկա։ Ի՞նչն է մաշեցրել։ Սրանք 5 տարում ինչ են արել։ Սիյուշոյի գործն է բարգավաճ, ինչ որ Շուշան հավաքածուն է, հույս հավաքածուն է։ Սրանց ինչ ասեմ ես Արտուր։ Ասենք Ագնեսա Խամոյան։ Պոդքասթ։ Դուք այդ պոդքասթը որ ուշադիր նայեք Արտուր, մի անգամից դիագնոզը կտաք հոգեկան հիվանդ։ Սրա ուշք ու միտքը մի ձև մի հատ 10-ով կանի, խափի, մի բանանի հետ գա այն գծերը ծախեց, ոսկին ծախեց, այն բոսյակին կանադառնանք այն իր թային կենտրոնական բանկի, այն որ հետը իր զույգը, որ ոսկին ծախեցին Հայաստանի Հանրապետություն, ոսկել չունենք։ Սրան ես ինչ ասեմ Արտուր։ Այս պատկաբլուշնիկ երևույթին։ Իսկ իրական գան ու իր հարցն չի կարող տիություն անի, չէ՞, այս կանգնել ես վերջում գցելա բան, առաջիկից Այդ էլ հելա մարտյութա Ղարաբաղի իրանց բարբարով շնորհավորում մունք իրար հետ ենք բան դա չես ամաչում արա այդ թրիկ օրինակ արցախցիները ոնց են ասենք Բելա Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանին կամ իրանց ընտանիքին ընդհանրապես տեղ տալիս երբ ասենք նույն երբ արցախցիները լքում էին Արցախը գալիս էին այդ քանի հոգու Բելա Քոչարյանը այդպես գնաց է մունք պետք է միասին լինենք ինչի ընտրություններ եկավ մունք հիշեցին մունքը դե գնալ դիմավորել քանի ընտանիք ես Տիկին Բելա քո տանը բանարը տեղավորել է այդ օրերին քանի ընտանիք ես հաց տվել ասեմ Արտուր ասեմ իր քուրը որ Ղարաբաղից Հելան թռան քեոչ մարդը դե գեներալ այնտեղ պաշտոնի էր ժամանակին ես բացահայտել եմ չէ՞ որ իր ջիպը տվել է հարևանին 06-ով թե օպելով հարևանի բոմժավարի հակած փախել է Ղարաբաղից դրանց է մի քանի հատ կվարծիա տվել Երևանում Բելա Քոչյանը դե իր թայֆին է տեղավորել իր քեոչ բջերին հիմա էլ մունք Բայց այս մունքից ես խոսում, բայց կոնգրես հյուրանոցը տար այդ մունք որ ասում ես, տար այդ խեղճ ու կրակ ժողովրդին բաժանի ամեն մեկին մտ սենյակ դու թողան ապրեն, տուն տեղ չունեն վարձով են քարշ գալի, կներեք արդյունքից համար, իրանց կյանքը մի կերպ 2 կոպեկ փող են հայթայթում, որ ապրեն այդ մարդիկ, բայց այս մունքից եք խոսում արա, ասում եմ Արտուր կարա անի, չի անի, որովհետև Սիյուշան կբռնի վզից Բելա Քոչարյանի ու Ռոբերտի, կանիկ շպրտի դուս Որտեվ կասի եկել եմ կթեմ ես ձեզ արա, դուք հիվանդ չեք։ Իմ ունեցածը ստենդափ ուզում եք բաժնեք, դուք պատկերեք սրանք ով են Արտուր։ Սրանք ինչ ընտանիք է, սրանց ընտանիքը։ Թուրքը այսքան վնաս չի տվել Հայաստանի 3-րդ հանրապետությանը, ինչքան սրանք Արտուր։ Դուք պատկերացնում եք սրանք ով են։ Ու այնքան պադոշ անիքն ասել են։ Արիթը բաց չեն թողել։ Մարտի 8-ով կանգան շպրտելա եթեր։ Մունք միասին ենք։ Այդ որ Հունաստան այդ լակոտի տարա բելա բան է սա, կղզի է սա արել, Արազատուն է սա արել, հյուրանոց է սա արել Միկոնոսում։ Թաղն է գիտենք, հասցեն գիտենք, գնալու ենք նկարենք էդի։ Բա մունք ասում ես տար այդ ունեցած այդ բաժանի ժողովրդին։ Մոռացել ենք դուք ով եք արա։ Դուբայի առանձնատան, դու տար տեղավորի Արտուր ասում եմ սրանց նպատակը իրանց Մուղնի առանձնատան։ Իրանց թորների բուգը, իրանց բջերի բուգը լցելն է։ Բոմժ ենք սարքելու սրանց։ Ու տենց բանի մեղքի դեմքով, խեղճի դեմքով ես ասեմ Արտուր, սրանք գիտեք ինչ տիպի երևույթներ են։ Այն սրա հորթ են, Լևոնա ինչ այն, պատկաբլուշնիկը։ Ուրեմն Իտալիայում տղեկն էին տեսել։ Rolex-ը թևին գցած ֆրֆռում է $50,000-նոց։ Բայց գալիս աստե բանա 50 դրամանոց ժամ է կապում ազգային ժողովում կամ ժամ էլ չի կապում, որ պալիտ չլինի։ Սրանք էդ են։ Սրանց ես ինչ ասեմ։ Եթե սրա թորները Ամերիկայում են ծնվում, բայց թոյթան Շուշիում Ստեփանակերտում ծնվեին բելա։
այդ արժեքներից ես խոսում։ Հարցը դեռ ծրթում են։ Չէ, իրանք մի վարքյան Արամ ջան, Արավոտից իրիկուն են Վիտայի նման ասում են, բանը միութենական պետության կազմը պետք է լանք մենք։ Բայց թող Ռուսաստանի Դաշնությունում ունենային, Բելարուսիայում թող ունենային։ Արտուր նորից եմ նշում։ Հələ հարցը այդ երեխեքը ունեն։ Չէ, չի ասենք Մոսկվայում չեն ասենք, չգիտեմ, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Զադնի Նովգորոդում ունենային ասենք։ Ինչի է բան Միացյալ Նահանգներում։ Այդ երեխեքը ինչ էր պետք է տենց։ Մի Ռուսաստանում ինչքան լավ է, բուժոնկա կուտեին։ Այդ երեխեքի ծրթվելու իմաստը Ամերիկայում կայանում է նրանում, որ citizen այդտեղ թուք ստանան, որպեսզի այնտեղի գույքը կարողանան տնօրին են վաղը մյուսը այնտեղ ապրեն։ Այդ թալանը որ տարել են այնտեղ մի մասը պահել, դրա համար։ Այսքանից հետո Արտուր, եթե սրանք նորմալ մարդ լինեին, մարդ կմեռներ։ Այսքան որ սրանց բացահայտում ենք, իրանց դեմքին կանգնում ասում ենք ու փաստերում ենք ասում ընդ որում։ Սրանք ասում եմ նորմալ մարդ լինեին, կսատկեին։ Եթե թասիբ նամուս ունենային։ Իրանց այդ քրճ ընտանիքով բարից Ղարաբաղից հենց փախը եկել են ստե իշխանությունը զավթեն, հիմա էլ դաս են ուզում տան։ Մեր ժողովուրդը գնաց պայքարեց, նահատակվեց։ Այդ հողը պահեց, նվեր տվեց այս վիժվածքներին, որ 30 տարի թարնեն, վերջում իրանց Ալիև աղբորը տան։ Հիմա մունք է ասում։ Ուրեմն մի հետևորդ գրել էր Արցախցի հետևորդ գրել էր սուտ եք ասում իրանք Արցախից այնտեղ նախագահ եղել իրանք լավ էլ հարուստ եկել են ու տակը մյուս հետևորդը նկար էր գցել Լևոն Քոչարյանի ասենք վիճակը որ բանի Սադախլուի Ռոբերտ Քոչարյանի չէ Լևոն Քոչարյանի բանը այդ Մալացիայի տոնավաճառից առաջ բանով տես սվիտերով նստած թե բա հարուստ եկել էին բան ինչ հարստություն են ունեցել իրանք Այստեղ են դարել մուլտիմիլիարդատեր, այստեղ ժողովրդի թոշակով բան, ես ասում եմ թոշակ տվեցի, պարտքերը, որ չի ներկայացնում, մարդու սիրտը բան է։ Արտուր, տեսեք, ինքը նախ եւ առաջ ընդեպ Զապովա երթևեք է Ղարաբաղում, սկսենք այդտեղից, ու եթե ինքը ինչ-որ sense հիմա ողքեվորվել է, չնայած ինչից է խոսում, հարուստ մարդը Զապովա ֆռում Արտուր։ Պատվալում էր ապրում, մոռացել է։ Հարուստ են եղել։ Հարուստը բանից էր Սադախլուից առաջ սվիտերով էր գալու Հայաստանի Հանրապետությունը, եղնիկների, ջերմուկի բանկա, չէ՞, եղնիկներ կա տենց վեր նկարած։ Հարուստ։ Ասում սոտովի հերախոս չեն տեսել մոտիկից 90 թվին կնիկ եկել ասում եմ տվեք զանգեմ խոխեքին դենան ոնց են։ Իրանց նպատակը իրանց խոխեքի բուգն է։ Հարուստ։ Ասել եմ նորից եմ կրկնում Արտուր, բոմժենք սարքելու սրանց։ Հունիսի 7-ից process-ը սկսվելու է։ Հայ ժողովուրդը կգնա հունիսի 7-ին սրանց կնետի պատմության աղբանոց ու մենք կսկսենք այդ process-ը։ Տեղ չունի այս այլևս փախնելու։ Հույսը Պուտինն էլ վաղը մյուսօր է։ Եվ Արամ օրերս արտաքին գործերի նախարարությունը մերժել է ռուսական կողմից հումանիտար օգնություն տրամադրելու արցախցիներին Եվրասիա հասարակական կազմակերպության եւ նրա ղեկավար Միկա Բադալյանի միջոցով էր փորձում այդ օգնությունը հասնել Հայաստան, իդեպ Միկա Բադալյանը շատ անգամներ Միկա Բադալյանին տենում ենք Ռուսաստանում ինչ որ հանրահավաքների փրկում է եկեղեցին կամ գնում է Բելարուսիայի նախագահի մոտ, այնտեղ մեր վարչապետի անունն է սկսում տալ, այդտեղ Ռոբերտ Քոչարյանի համար է պայքարում Միկա Բադալյանը եւ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է, ցանկ է հրապարակվել, ուրեմն ինչ են ուղարկել Ռուսաստանից արցախցիների համար օգնություն, այս օգնությունը մենք էլ կարող ենք գնել եւ նվիրել 600 հատ թե 300 հատ ատամի խոզանակ, 300 հատ հակաբորբոքիչ կրեմ, 320 հատ ատամի մածուկ, 300 հատ անձեռոցիկ եւ այլն, տես 18 անուն մոտավոր բան, արդյոք Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր քաղաքացիների համար նման քանակի օգնություն տրամադրել, չնայած որ պաշտոնապես գրված է որ Հայաստանի կառավարությունը մշտապես արցախցիներին աջակցության ծրագրեր ունի եւ չի մնացել այդ օգնության։ Արտուր, այդ իրանց ուղարկածը Սիուշոյի մի օրվա պերիվն է ու Բելայի ու իրանց բջերի։ Դա ամոթ է։ 2 կիլո ալուն են ուղարկում Արամ աշխարհով մեկ արցախցիներին օգնություն։ Ասում եմ արցախցիներին ուզում եք օգնեք, գնացեք Գենային այդ խավորը որ կա Ռոբերտ Քոչարյանի, այն որ Պուտանկի այդ տղուն ամուսնացել, ասեք սիրելի Գենա, այդ Մոսկվայի կո ունեցածի մի մասը ծախի, Շահումյանից մազապուծ է եղել։
Բեր բաժանենք մեր արցախցիներին։ Սիրելի Ռոբերտ Քոչյան, Սերժիկ Սարգսյան, Սաշիկ, թո Սաշիկը Իսպանիայում այդ գիտեք ի՞նչ տներ է առենդ է։ Խաչատրյան Գագո, այն մյուսները։ Բա բերեք ձեր գույքի մի մասը վաճառեք։ Մի հատ միսիոնականից բնակարաններ տվեք ամենածանր վիճակում գտնվող արցախցիներին։ Եթե այսքանից դու այդ արցախցիները պետք է սրանց ձեն տան, ուրեմն մի անիկն ասել անթասիբել իրանք են ներողություն արտադրությունից համար։ Բայց ես նշեմ, որ ինձ բազմաթիվ արցախցիներ զանգահարում են, գրում են ու աջակցում են։ Ու ասում են մենք էս թուրքերի հետ կապ չունենք, էս Ալիևի շների։ Մենք էլ նույն ձև ասում եմ հայ ժողովրդի պես տուժող ենք եղել, ասում եմ մեր անունն է հենց արցախցի Ղարաբաղցի, ասում եմ մի 20 ընտանիք է այդ թափթփուկները, որ զավթել էին իշխանությունը։ Սրանց ինչ ասես Արտուր։ Այդ իրանց օգնությունը թող պահեն իրանց։ Կամ ուղարկին նորից եմ նշում։ Սիրուշային թող տան այդ Պրեգոմեշի բանի այդ իր արցաթի հետ ծախի։ Սրանք էլ կանեն։ Մունք բանը իրար հետ պետք է լինենք, մունք միասին ենք ինչպես լավ ամոթ արա։ Դուք այդ ասիճանի պադոշ եք, թքում են վրեկները ասում անձրև է գալի։ Դուք հայ ժողովրդի հետ ոչ մի ընդհանուր բան չունեք։ Բայց զիբիլի վրի կատուներ։ Պատասխան տալու ժամանակը մոտենում է։ Տիկնայք եւ պարոնայք։ Դե ինչ արամ, շնորհակալություն քեզ։ Սա արտահերթ թողարկում էր Արտուր, խնդրում եմ մեր Սա արտահերթ թողարկում էր սիրելի հայրենակիցներ, բայց նմանատիպ հաղորդումներ, թողարկումներ մենք շատ ենք ունենալու, այնպես որ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի հենց ծանուցումը տեսանյութին, նոր տեսանյութի ստանաք առաջինը։ Շնորհակալություն Արամ քեզ, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ ձեզ, որ հետևում եք մեր տեսանյութերին, լայքեք, կիսվեք, որպեսզի ավելի շատ հայրենակիցներ թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս դիտեն։ Ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։